Սա տարեվերջյան վերջին պատարագն է, վարչապետը այս պատարագները անվանում էր նորոգման պատարագներ, շատերը հույս ունեին, որ այս պատարագների ընթացքում Կտրիչ Ներսիսյանը կհեռանա, բայց նա կարծեք թե դեռ չի շտապում հեռանալ, ինչ կասեք։ Չի շտապում, բայց կհեռանա։ Մենք մեր օրակարգով գնում ենք առաջ, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին չի կարող ունենալ վեհարանում նստած մարդ, ով իրեն կաթողիկոս է համարում, բայց իրականում կաթողիկոս նույնիսկ չէր կարող լինել, այդպիսի իրավունք չունի, եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը կհեռանա ու պետք է հեռանա, այլև չի կարող չհեռանալ, որովհետև այդպես է պահանջում հայ առաքելական Սուրբ եկեղեցու շահը պարզապես։ ԱԱԾ-ն բացահայտեց, որ նրա եղբայրը ՊԱԿ գործակալ է եղել, ներկայումս էլ շարունակում է համագործակցությունը այլ երկրի հատուկ ծառայությունների հետ։ Դա արդեն հիմք չէ, որ ինքը հեռանա եւ առհասարակ Եզրափ Ներսիսյանն նույնպես այնտեղ թեմի առաջնորդ չլինի։ Դա հիմք է այն մարդկանց համար, ովքեր ունեն արժեքներ։ Թե արժեք չկա եւ միակ արժեքը պաշտոնն է, կարգավիճակն է, բնականաբար այդ մարդկանց համար հիմք չի լինի, բայց մենք իրենց կստիպենք, որպեսզի իրեն գնան զբաղվեն իրենց գործով, մեկը KGB-ում շարունակի աշխատել, մյուսն էլ իր գործերով։ Եթե մինչև այս տարվա վերջ դեռ մի քանի օր կա, նա այնուամենայնիվ չհեռանա, հաջորդ տարի կշարունակվեն պատարագները եւ ինչ գործողություններ պետք է արվի, որ նա հեռանա։ Մենք շարունակենք մեր օրակարգով պատարագները դրա մասին են, որ այդ մարդը կապ չունի այս ամեն ինչի հետ։ Կտրիչ Ներսիսյանը կապ չունի եկեղեցու հետ եւ ինքը չէր կարող լինել կաթողիկոս, ինքը ապօրինաբար է վեհարանում եւ պետք է լքի վեհարանը, որովհետեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի համաձայն այդ անձնավորությունը չէր կարող լինել, կրկնում, չէր կարող լինել կաթողիկոս։ Ինչու եւ կարող էր օրինակ բոլորովին այլ մարդներ, որովհետեւ եթե կանոնը այնպեսին լիներ, որ ոչ կուսակրոն քահանաները կարող են դառնալ կաթողիկոս, այդպիսի բազմաթիվ հարյուրավոր քահանաներ կան, որոնք կարող է եւ շատ ավելի մեծ արժանիք ունեն, քան ինքը, այսինքն կա կանոն եւ այդ կանոնը չի պահպանվել։ Եվ հետեւաբար այդ մարդը չի կարող լինել վեհարանում եւ չի կարող լինել կաթողիկոս, ինչպես օրինակ չի կարող լինել, ենթադրենք ոչ Հայաստանի քաղաքացին պատգամավոր կամ երկքաղաքացին չի կարող լինել պատգամավոր կամ ռեզիդենտության շեմ կա կամ օրինակ բարձրագույն կրթության շեմ կա որոշ դեպքերում, այսինքն այդպես ինչպես մնացած բոլոր օրենքները, որոնք որ բոլոր մեր վրա ազդում են, ստացվում է, որ եկեղեցին ունի կանոններ, այդ կանոնները աշխատել են շատերի համար, բայց ինչ որ խմբի մարդկանց համար կամ ինչ որ մի հոգու համար չի աշխատել։ Այդպես չի կարող լինել, եւ հետաբար այդ մարդը պետք է լքի վեհարանը դա եւ սա հանուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար